Հայ-իրանական և հայ-ադրբեջանական սահմանին հաղորդակցության ուղիների խոշոր հանգուցակետն ու Հայաստանի հարավային սահմանադուռն է Ագարակ քաղաքը։ Արաքսի ափին վերհառնած քաղաքը մեր հանրապետությանն ու աշխարհին տեսանելի դարձավ 1963 թվականի մայիսի 28-ից։ Այն ծնվեց իրագործելու զուտ տնտեսական առաքելություն։ Շինարարության մեկնարկը տրվել է 1949 թվականին։ Գագիկ Անդրեասյանը առաջին շինարարներից է։ Երբ այստեղ եկանք, ոչինչ չկար, միայն օձեր, կարիճներ ու դատարկ տարածություն, հիշում է վարպետ Գագիկը։ Այս տարածքը անապատ էր, լրիվ անապատ։ Այստեղ ոչխարների տեղեր էր, գյուղակներ էր, բաներ դեսներ սարքված, բայց համարյա թե այս ներքևի մասերը մշակված չէր, որովհետև կլիմայի հետ կապված բաներ էին դրանց։ Քաղաքի կառուցմանը զուգահեռ մերձակա ու հնամենի շատ գյուղեր են կուլ գնացել, թուլացել ու բռնել քայքայման ճանապարհ, սակայն դրանց փոխարեն աստիճանաբար մեծացել ու հզորացել է նորորի Ագարակը։ Թեև քաղաքն այսօր այլ առաքելություն ունի, բայց նրա զարգացման ու բարգավաճման գլխավոր գործոնը շարունակում է մնալ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Իր կարճ ու ցուրտ ձմեռներով, երկարատև ու շոգ ամառներով, իր քաղցրահամ մրգով Ագարակն արդեն 61 տարի հսկում է Հայաստանի հարավային սահմանը։